Ինչպես դիմել ֆլեքսին։ Անգլերենի ինչ մակարդակ անհրաժեշտ, որ հաղթահարենք։ Կամավորությունների մասնակցելը պարտադիր է, թե կարելի է առանց դրանց էլ անցնել։ Ինչ բան կուզեիր, որ քեզ ասեին մինչև դիմելը։ TOEFL կամ IELTS պարտադիր է, թե չէ։ Excel լրիվ անվճար է, թե կան ծախսեր, որ դու ես տալիս։ Այս ծրագիրը կոնկրետ ինչ է տալիս քեզ բացի ԱՄՆ գնալու։ Քանի փուլ է լինում ընդհանուր ու ինչ հերթականությամբ։ Ողջույն բոլորին, ես Մարին եմ, 2026-27 թվականի Flex ծրագրի հաղթող։ Մի քանի օր առաջ Instagram-ում story էի հրապարակել, որտեղ դուք կարող եք գրել ձեզ հետաքրքրող հարցերը կապված Flex ծրագրի հետ, ու այսօր պատասխանելու եմ ձեր գրած հարցերին։ Սկսենք առաջին հարցից. ինչպես դիմել Flex-ին։ Ամենահեշտ ձևերից մեկը դա Հայաստանի ամերիկյան խորհուրդների կայքին հետևելն է։ Կարող եք իրանց Facebook-ի միանալ, Instagram-ի միանալ, ամենաճիշտ որոշումը դա կլինի, որպեսզի տեղեկացված լինեք, թե երբ է սկսելու ծրագիրը, երբ է deadline-ը լինելու ու ոնց դիմեք, իրենք միշտ հողումներ են դնում ու կարող եք դրանցով մտնել գրանցվել։ Նաև կա երկրորդ տարբերակ, կարող եք հետևել Flex Armenia-ի Instagram-յան էջին, իրենց բիոյում կա հղում, որով կարող եք գրանցվել։ Ճիշտն ասած, չգիտեմ այս տարի երբ է բացվելու ծրագիրը ու երբ է փակվելու, բայց հիմնականում մինչև սեպտեմբերի վերջ է լինում deadline-ը։ Հաջորդ հարցը. անգլերենի ինչ մակարդակ է անհրաժեշտ, որ հաղթահարենք։ Նախապես շնորհակալություն։ Որ սահմանված հատուկ մակարդակ նշված չի, որ հենց այդ մակարդակը պետք է ունենաք, որ մասնակցեք, բայց լավ կլինի, որ ունենաք այնպիսի մակարդակ, որով կկարողանաք հասկանալ շարադրությունների թեմաները, կկարողանաք մասնակցել երկրորդ փուլի անգլերենի թեստին ու արդեն երրորդ փուլում կկարողանաք ռեալ թղթի վրա գրիչով գրել ձեր էսսեները։ Դրա համար դուք մտածեք, թե ձեզ ինչ մակարդակ է պետք, որ կարողանաք այդ ամենը անել։ Կարծում եմ B1 մակարդակը ընտիր կլինի։ Ծնողներիդ ոնց ես համոզել, որ մասնակցես Flex ծրագրին, թե համոզելու կարիք չի եղել։ Կարիք չի եղել առանձնահատուկ համոզելու, ինչ որ կոնֆլիկտ, հակասություններ չեն եղել, ամեն ինչ շատ լավ անցել, ընդհակառակը աջակցություն եմ ստացել, բոլորը ուրախացել են, այդ առումով խնդիր չի եղել։ Եթե ձեր մոտ այդ համոզել ինչ որ խնդիր է առաջացնելու, լավ կլինի շուտվանից սկսեք համոզել, պատրաստել, տրամադրել ձեր ծնողներին, որ հետո խնդիրներ չլինեն։ Դու սկզբում հավատում էիր, որ կանցնես, թե ավելի շատ կասկածում էիր քեզ վրա։ Ես ամենասկզբից հավատացել եմ, որ ես անցնելու եմ։ Միանշանակ եղել են օրեր, որ կասկածել եմ, ասել եմ, չէ, ես հաստատ չեմ անցնելու, հաստատ էսա լինելու, այնա լինելու, բայց մեկը հոգուս խորքում համոզված էի, որ անցնելու եմ, չգիտեմ, ինչ որ վստահություն էր եկել, որ անցնելու եմ։ Ինտերվյուի ժամանակ շատ լարված էիր, թե նորմալ անցավ։ Իրականում սկզբում շատ լարված էի, ես նախորդ վիդեոյում ասել էի, որ ինձ թվում էր մրսում եմ, հետո պարզեց, որ զուտ լարված էի, բայց հենց գնացի ինտերվյուի, ինձ տեղ ասեցին շուտով քո ծնունդն է, չէ լինելու, տեղ շփվացին, ինչ որ կատակ արեցին, այո լարվածությունը միանգամից անցավ, որովհետև շատ անմիջական էր այդ աուրան, շատ հեշտ անցավ, լարվածությունից միանգամից անցավ, արդեն առաջին 2 րոպեից հետո լարված չէի, հանգիստ պատասխանում էի, նորմալ անցավ։ Կամավորությունների մասնակցելը պարտադիր է, թե կարելի է առանց դրանց էլ անցնել։ Ես օրինակ իմ առաջին փուլի շարադրություններում կամ ոչ միտեղ չեմ նշել, որ կամավոր եմ եղել, բայց մեկը դարձել եմ սեմիֆինալիստ, հետևաբար կարծում եմ, որ շատ կարևոր չի, բայց եթե կամավորությունների եք մասնակցել, ինչ-որ ակումբներում եք եղել, ակտիվ եք, այդ որպես առավելություն կարա դիտվի, հետևաբար ավելի լավ կլինի կամավորությունների մասնակցել, տարբեր ակումբներում լինեք, աշակերտական խորհրդում լինեք, ինձ թվում է դա առավելություն կլինի, բայց որ ասեմ, եթե կամավոր չեք եղել, չեք անցնելու այս ծրագրին, ինձ թվում է սուտ կլինի։ Ստիս պարտադիր չի, բայց ցանկալի է։ Եթե նորից դիմեր, ինչ որ բան կփոխեիր, հա, մի հատ բան կփոխեի, շուտ չէի դիմի, ոչ մի բան չէի փոխի, ըստիս ամեն ինչ ընտիր էր։ Ինչ բան կուզեիր, որ քեզ ասեին մինչև դիմելը, որ չկենտրոնանամ այս ծրագրի վրա։ Մերակ էդ։ Ինձ տրամադրեին, որ ամեն ինչ կարող լինի, պետք չի կենտրոնանալ այս ծրագրի վրա, այս աշխարհի վերջը չի, մենակ այդ խորհուրդը կուզեի ինձ տային։ Իրանց համար կարևոր է քո personality-ն, թե ավելի շատ achievements-ներին են նայում։ Ինձ թվում է, իրանք երկուսին են նայում են։ Ներկայացրեք համ ձեր անհատականությունը, համ ձեր նվաճումները ու ամեն ինչ ընտիր կլինի, եթե համատեղ եք։ Ինտերվյուից հետո ինչ զգացում ունեիր, ոնց էր քեզ գնահատում։ Ինտերվյուից հետո, որ դուրս եմ գալիս միջանցք, մեր սեմիֆինալիստներին պատմում եմ, թե ոնց է անցել հարցազրույցը ու ասում եմ, թե մի հարցի ոնց եմ պատասխանել ու սեմիֆինալիստներից տղան ինձ ասաց, որ հաստատ չեմ անցել ու փչացրել եմ ամեն ինչ։ Անցել եմ։ Հենց կոնկրետ ինտերվյուից հետո մի քանի օր հետո եմ բաց զգացել, ինձ հետո ամեն ինչ ընտիր էր։ Այս ծրագիրը կոնկրետ ինչ է տալիս քեզ բացի ԱՄՆ գնալուց։ Այս ծրագիրը շատ բան է տալիս, նույնիսկ մինչև ծրագիրը անցնելը դու արդեն լիքը բան ես ստացած։ Նախ առաջինը ընկերներ։ Երեք ես մեր սեմիֆինալիստներին ու ֆինալիստներին ու ալտերնատիվներին այնքան եմ սիրում,
ես չգիտեմ ոնց կարա այդքան լավ մարդ մի տեղում հավաքված լինի։ Ու ոչ միայն այս տարվա մասնակիցներն են շատ լավը, նաև նախորդ տարիների մասնակիցներն են շատ լավը։ Այդ շատ մեծ հաջողություն է, որ դու տենց մարդկանց ես հանդիպում, եթե նույնիսկ չանցնես այդ ծրագիրը, հենց մենակ այդ մարդկանց ճանաչելը հերիք է։ Դու զուտ ամենը չես գնում, դու այդտեղի դպրոցում ես սովորելու, այդտեղի մարդկանց ես ճանաչելու, իրանց հետ ես ընկերանալու, հյուրընկալ ընտանիքի հետ ես մոտենալու, մտերմանալու ու լիքը բան ես դու ստանալու, դու սովորելու ես ոնց քո կոմֆորտ զոնայից դուրս գաս, ոնց ուրիշ տեղ ապրես, լիքը փորձառություն ես ունենալու։ Ես չեմ գնացել, ես դեռ ԱՄՆ-ում չեմ, բայց այս ամեն ինչը սենց ոգևորությամբ ասում եմ, պատկերացրեք այն մարդիկ, ովքեր ԱՄՆ-ում են, ինչքան ավելին կասեին, հետևաբար այս ծրագիրը մենակ ԱՄՆ գնալու մասին չի։ Texas լրիվ անվճար է, թե կան ծախսեր, որ դու ես տալիս։ Ես մենակ հիշում եմ, որ նոտարի ծախսերն էր, որ ծրագիրը չի փակում։ Նաև եթե ձեր ճամպրուկը 23 կիլոգրամից ծանր է, գումարներ եք դուք տալիս, ու չեմ հիշում, թե ինչ ծախսեր կար, որոնք մենք պետք է հոգանք, բայց դրանք շատ փոքր ծախսեր են։ Այս ամբողջ հիմնական ծախսերը ամբողջովին Flex-ն է հոգում, Flex-ն է ֆինանսավորում ամեն ինչ, իրական շատ քիչ բաներ կան, որոնց համար դուք պետք է վճարեք։ Քանի փուլ է լինում ընդհանուր ու ինչ հերթականությամբ։ Ընդհանուր լինում է 3 փուլ։ Առաջին փուլը դուք դիմում եք ու գրում եք 3 շահադրություն։ Երկրորդ փուլում անցնում եք կարճ անգլերենի թեստ եւ երրորդ փուլում գրում եք 3 հատ շահադրություն թղթի վրա գրիչով։ Հարցազրույցի եք մասնակցում, խմբային խաղի, իսկ հետո լրացում եք բժշկական թղթեր ու մի քանի էլի application-ի հետ կապված հարցեր, բայց ընդհանուր 3 փուլեր են։ TOEFL կամ IELTS պարտադիր է, թե չէ։ Չեմ, պարտադիր չի, TOEFL IELTS ծրագիրը չի պահանջում տեղ ինչ-որ քննություններ կամ գնահատականներ, ընդհանրապես պարտադիր չի։ Եթե անգլերենդ միջին է շանս կա անցնելու, այո, գյուղից կամ փոքր քաղաքից դիմողները նույն շանսեր ունեն, միանշանակ բոլոր տեղերից դիմողները ունեն նույն շանսերը։ Ինչ ռեսուրսները կօգնեն ավելի լավ պատրաստվել, ինչպես հասկանալ արժի դիմել, թե չէ։ Նա շատ կարևոր է, որ սկսեք ինքներդ ձեզանից, փորձեք ձեզ հասկանալ, ձեր նպատակները, ցանկությունները հասկանալ, ձեր անհատականությունը հասկանալ ու այդ ամեն ինչը հասկանալուց հետո նաև կգտնեք ձեր երկրորդ հարցի պատասխանը, ինչպես հասկանալ արժի դիմել, թե չէ։ Եթե հասկանում եք, որ դուք պատրաստ եք մի տարի ձեր ընտանիքից, ձեր կոմֆորտ զոնայից հեռու ապրել, կարաք այդտեղ ձեզ ցույց տալ, ձեր մշակույթը փոխանակեք, ոնց որ ակտիվ կլինեք, տարբեր ծրագրերի կմասնակցեք, ակտիվորեն ձեր երկիրը լավ կներկայացնեք, ձեր մշակույթը, ապա միանշանակ արժի դիմել։ Կարևորը սկսեք ձեզանից ձեզ հասկանալ ձեր մտքերը, իսկ հետո այդ ռեսուրսները, որոնք օգնեն ձեզ ավելի լավ ներկայանալ, համացանցը լիքն է հետաքրքիր ու ինֆորմատիվ վիդեոներով, կարաք նայեք, իրենցից ինչ-որ խորհուրդներ վերցնեք, կարաք ինձ գրեք, իմ վիդեոները նայեք, բայց նաև մի կենտրոնացեք հենց մի մարդու փորձի վրա, որովհետև մարդիկ տարբեր են, իմ փորձը ուրիշ է եղել, ձեր փորձը ընդհանրապես լրիվ ուրիշ է լինելու, բայց խորհուրդներ կարելի է վերցնել միշտ էլ։ Ուղղակի ման եկեք համացանցում այս ծրագրի մասին ու դուք ձեր ռեսուրսները հաստատ կգտնեք, բայց ինձ էլ կարաք գրեք ու կարաք իմ վիդեոները նայեք։ Մի տարի չանցնելուց հետո կարաս նորից դիմես։ Այո, եթե ձեր տարիքը ու դասնյանը համապատասխանում է, եթե դուք Հայաստանի քաղաքացի եք, դու ձեր տվյալները համապատասխանում են վիզայի պահանջներին, ապա կարող եք դիմել, բայց եթե նորից եմ կրկնում ձեր տարիքը, դասնյանը, քաղաքացիությունը համապատասխանում են։ Flex-ը միայն գերազանցիկների համար է, միանշանակ չէ, մենք պետք է լինենք լավ սովորող աշակերտ, որ կարող ենք ԱՄՆ-ում էլ լավ սովորենք, որովհետև եթե մենք այդտեղ բաց սովորենք, մեզ հնարավոր է ծրագրից դուրս հանեն, որակազրկեն, հետևաբար շատ կարևոր է, որ մենք ԱՄՆ-ի դպրոցում էլ լավ սովորենք, գերազանցիկ լինենք։ Գնահատականները կարևոր են, բայց գերազանցիկ լինելը որպես այդպեսին պարտադիր չի։ Մակարդակի անգլերեն ունեի եւ դիմեցի Flex ծրագրին։ Զբում առաջին եւ երկրորդ փուլերի ժամանակ անգլերենից մակարդակը B1 էր, բայց երրորդ փուլի ժամանակ B2։ Ինչ խորհուրդներ կտաս նախքան Flex ծրագրին դիմելը։ Չկենտրոնանաք այս ծրագրի վրա, այս են խորհուրդները, որ ես կուզենայի ինձ տային, դիմեք, պատրաստվեք, ոգևորված եղեք, բայց մի կենտրոնացեք, աշխարհը մենակ այս ծրագրի շուրջը չի պտտվում, շատ լավ կլինի, եթե դիմեք ու անցնեք, բայց եթե չանցնեք, ծանր մի տարեք։ Քանել հեշտ է հնչում, բայց զուտ մի կենտրոնացեք սրա վրա, որ հեշտ տրվի ձեզ ամեն ինչ։ Կարաք լսեք ուրիշների փորձի մասին, բայց նույնիսկ ուրիշների փորձը հիմք չհամարեք, որովհետև մարդիկ տարբեր են, իրենց experience-ները տարբեր են, բայց ուրիշների փորձի մասին լսելը, խորհուրդներ վերցնելը ինձ թվում է չի խանգարի ձեզ։ Մեկ էլ շատ կարևոր է անկեղծ լինելը բոլոր փուլերի ընթացքում։ Մի խաբեք, եղեք այն ինչ որ կաք,
Զուտ անկեղծ եղեք, հետո դուք ավելի լավ կզգաք, որ դուք ամեն ինչ անկեղծ եք գրել, ինչ որ ծանրություն չի լինի ձեր մեջ, ամեն շատ ավելի հեշտ, ավելի հավես կլինի, եթե անկեղծ լինեք ու ներկայացնեք այն, ինչը որ ունեք, ու ներկայանեք այնպեսին, ինչպեսին որ կաք։ Հարցերն այսքանն էին, կային հարցեր, որոնք կրկնվում էին, ու կային հարցեր, որոնց ես պատասխանել էի անձնական նամակագրությամբ, բայց այս վիդեոյում էլ պատասխանեցի, որովհետև հնարավոր լինեն մարդիկ, որոնց կհետաքրքրեին հարցերի պատասխանները լսելը։ Հույս ունեմ հավանեցիք ու հույս ունեմ լավ պատասխանեցի ձեր գրած հարցերին։ Կխնդրեմ բաժանորդագրվել ալիքից, լայքել տեսանյութը, միանալ իմ ինստագրամյան էջին։ Հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել իմ ինստագրամին, ես բոլորին կպատասխանեմ։ Այսօր այսքանը, իսկ մենք դեռ կհանդիպենք։ Bye։